Հիմա այն նոր բան են բանար է, հորին ասում են Փաշինյանը 300,000 ադրբեջանցիների աբերելու Հայաստան։ Երեք մի հետաքրքիր բան ենք պարզել, ուրեմն ինտերնետում մի հատ հոլովակ ենք սարքել, էտա մի նախադասություն է, որ Փաշինյանը 300,000 ադրբեջանցիների բերելու Հայաստան։ Հետաքրքիր գիտեք որ նա, որ այդ բանի հոլովակի վրա Facebook-ում $85,000 վճարել են, որ գովազդային կարգով այդ հոլովակը պտտվի։ Պատկերացնում եք, մենակ այդ քանի վայրկյան է, երևի 15-20 վայրկյան, մենակ $85,000 դրել են այդ հոլովակի վրա։ Եվ պատկերացրեք ինչքան միլիոններ են ծախսում ամենատարբեր ձևերով։ Ճիշտ է մեր իրավապահ մարմինները բռնում են և դեռ կշարունակեն բռնել, բայց ես ուզում եմ ձեզ հարցի էությունը ի ցույց դնել։ Նրանք ուզում են վերադառնան, մի հատ էլ բանը, ԲՀԿ-ի ղեկավարը ասում է բանը, որ տղան կրակել է և հիմա փախած է, որովհետև մեր իրավապահները հետախուզում են հայտարարել, ասում է հունիսի 7-ից հետո կվերադառնա, թող հիմա վերադառնա, ինչի հունիսի 7-ից հետո, նրանք ասում են ժողովուրդ քվեարկեք մեզ, որ մեր հանցագործ տղան հունիսի 7-ից հետո վերադառնա և շարունակի կրակել Աբովյանում, Երևանում, Երևանի կենտրոններում, այդ մարդիկի բռխարաբար են լացում։ Ես իրանց ասում եմ, դուք բոլորը ձեր ընտանիքի որևէ անդամ Ղարաբաղում մի կրակոց անգամ չի արձակել։ Դուք կրակել եք Երևանի կենտրոնում, դուք կրակել եք Տեցի կռուգում, դուք կրակում եք Աբովյանում, Բալահովիտում, Հանրապետության չգիտեմ որ վայրերում։ Եվ ձեր նպատակը նա, որ դուք վերադառնաք իշխանության և Հայաստանի Հանրապետության ներսում կրակելու ձեր իրավունքը վերականգնեք։ Չի լինելու այդպիսի բան, որովհետև ես համոզված եմ, մեր ժողովուրդը թույլ չի տա նման բան։ Բայց էլ եմ ասում, հա, այդ էլ եմ ասում, ժողովուրդ։ Տեսեք, այո,